Աստվածաշնչի ամենաբարդ վարդապետություններից մեկը՝ նախասահմանություն։ Շատերը վիճաբանում են այդ հարցի շուրջ։ Իսկ ինչ է ասում այդ մասին Աստվածաշունչը։ Եկեք ընթերցենք։ Փառք Տիրոջը։ Հռոմեացիներ 8-րդ գլուխ 29-ից 30 հատվածում կարդում ենք. որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինելու իր որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ, եւ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։ Իսկ Եփեսացի առաջի գլուխ 5-ից 11-րդ հատվածում կարդում ենք հետևյալը. մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք, ըստ իր կամքի հաճության, նրանով մենք էլ ժառանգություն ստացանք, հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն։ Բազմաթիվ մարդիկ թշնամական տրամադրվածություն ունեն նախասահմանության վարդապետության հանդեպ, այնուամենայնիվ նախասահմանությունը աստվածաշնչյան վարդապետություն է։ Կարևոր է հասկանալ, թե որն է նախասահմանության ճիշտ աստվածաշնչյան իմաստը։ Աստվածաշնչի վերը բերված հատվածների բնագրերում նախասահմանված բառը հունարեն պրորիզո բառն է, որը կրում է նախորոք որոշված, սահմանված կամ ժամանակից առաջ որոշված իմաստները։ Այսպիսով նախասահմանությունը Աստծու կողմից որոշակի իրադարձությունների կատարվելու որոշումն է նախքան դրանց կատարվելը։ Ինչ է Աստված որոշել նախորոք։ Ըստ Հռոմեացի 8-րդ գլուխ 29-ից 30 հատվածի, Աստված նախասահմանել է, որ որոշ մարդիկ կերպարանակից լինեն իր որդու պատկերին, կանչվեն, արդարացվեն եւ փառավորվեն։ Ավելին, Աստված նախասահմանել է, որ որոշ մարդիկ պետք է փրկվեն։ Աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներ խոսում են Քրիստոսի մեջ հավատացյալների ընտրված լինելու մասին։ Որոնք են այդ հատվածները։ Մատթեոս 24 գլուխ 22-ից 31 խոսք, Մարկոս 13 գլուխ 20-ից 27 խոսք, Հռոմեացիս 8-րդ գլուխ 33 խոսք, 9-րդ գլուխ 11 խոսք, 11 գլուխ 5-ից 7-րդ խոսք, 28 խոսք, Եփեսացիս առաջի գլուխ 11 խոսք, Կողոսացիս 3-րդ գլուխ 12 խոսք, Աթեսաղոնիկեցիս առաջի գլուխ 4-րդ խոսք, Տիմոթեոս 5-րդ գլուխ 21 խոսք, Տիմոթեոս 2-րդ գլուխ 10-րդ խոսք, Տիտոս առաջի գլուխ 1-ին խոսք, Պետրոս առաջի գլուխ 1-ից 2-րդ խոսք, 2-րդ գլուխ 9-րդ խոսք, Պետրոս առաջի գլուխ 10-րդ խոսք։ Նախասահմանությունը աստվածաշնչյան վարդապետություն է այն մասին, որ Աստված իր ինքնիշխանության մեջ որոշ անհատների ընդունում է փրկության համար։ Նախասահմանության վարդապետության դեմ հիմնական հակափաստարկները կառուցվում են այն ենթադրության վրա, թե այն անարդար է։ Ինչու Աստված պետք է ընտրի ոմանց փրկության համար, իսկ մյուսներին ոչ։ Կարևոր է հիշել, որ մեզանից ոչ ոք արժանի չէ փրկվելու։ Բոլորս ենք մեղանչել, Հռոմեացի 3-րդ գլուխ 23 խոսք, եւ արժանի ենք հավիտենական պատժի, Հռոմեացիս 6-րդ գլուխ 23 խոսք։ Որպես հետևանք, Աստված կատարելապես արդար կլիներ, եթե բոլորիս ուղարկեր հավիտենական տանջանքի վայր, սակայն Աստված որոշեց փրկել մեզանից ոմանց։ Նա անարդար չէ այդ մարդկանց հանդեպ, ովքեր ընտրված չեն, քանի որ նրանք ընդունում են այն, ինչին արժանի են։ Աստծու կողմից ոմանց հանդեպ ողորմած լինելու որոշումը անարդարություն չէ մյուսների հանդեպ։ Ոչ ոք արժանի չէ Աստծուց ողորմություն ընդունելու, հետևաբար ոչ ոք չի կարող Աստծուն մեղադրել, որ չի ստացել նրա ողորմությունը։ Աստվածի օրինակ կարող է լինել այն տեսարանը, երբ մեկը 20 մուրացկաններից 5-ին որոշակի գումար է տալիս։ Արդյոք այն 15 հոգին անարդար կհամարեն այդ մարդուն։ Գուցե, սակայն արդյոք նրանք իրավունք ունեն նման վերաբերմունք ունենալու։ Ոչ, ինչու, քանի որ այդ մարդը նրանցից ոչ մեկին որևէ գումար պարտք չէր, նա պարզապես որոշեց նրանցից ոմանց հանդեպ ողորմություն դրսևորելու։ Եթե Աստված է որոշում ովքեր են փրկվելու, ապա արդյոք այդ փաստը չի սահմանափակում Քրիստոսին հավատալու հարցում որոշում կայացնելու մեր ազատ կամքը։ Աստվածաշունչն ասում է, որ մենք ընտրություն ունենք, բոլոր Քրիստոսին հավատացողները կփրկվեն։ Հովհաննես 3-րդ գլուխ 16 խոսք, Հռոմեացի 10-րդ գլուխ 9-ից 10-րդ խոսք։ Աստվածաշունչը երբեք չի նկարագրում, որ Աստված մերժի Քրիստոսին հավատացող որևէ անհատի կամ հեռանա որևէ մեկից, ով անկեղծ սրտով որոնում է նրան։ Օրինաց 4-րդ գլուխ 29-րդ խոսք։ Ինչ որ խորհրդավոր կերպով Աստծո նախասահմանությունը ներդաշնակորեն գործում է Աստծուն մոտենալու փափագ ունեցող մարդու կյանքում։ Հովհաննես 6-րդ գլուխ 44 խոսք։ Ով հավատում է փրկության համար, Հռոմեացի առաջի գլուխ 16 խոսք։ Աստված նախասահմանել է փրկվողներին, սակայն մենք պետք է հավատանք Քրիստոսին, որպեսզի փրկվենք։ Այս երկու փաստերն էլ հավասարապես ճշմարիտ են։ Հռոմեացի 11-րդ գլուխ 33-րդ խոսքը հայտարարում է.
Ով Աստծո մեծության, իմաստության եւ գիտության խորություն, ինչքան անքննելի են նրա դատաստանները եւ անզննելի են նրա ճանապարհները։ Ամեն, փառք Տիրոջը։